Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Զանգվածային շահագործման գծապատկեր այս անվանումն է ստացել մեր օրերում նախադեպը չունեցող համաշխարհային հանցագործությունը, որի արդյունքում ավելի քան 16 միլիարդ համացանցային մուտքային տվյալներ, մասնավորապես գաղտնաբառեր, հայտնվել են բաց հասանելիության տարածքում։ Ամենահեղինակավոր ֆինանսատնտեսական Forbes-ն է գրում, մայիսին էին տեղեկացրել շուրջ 184 միլիոն գողացված գաղտնաբառերի մասին։ Եթե սա վախեցնող էր, ապա հիմա հույս ունեն, գոնե նստած եք իրենց կարդում։ Պատմության ամենախոշոր կիբերհարձակումն է եղել, կրկնում են 16 միլիարդ գողացված գաղտնաբառ։ Վիրուսային ծրագրեր են, որոնք ինչ-որ ձևով հասցվում է օգտատիրոջը կամ ֆիշինգային մեյլի միջոցով, կամ ինչ-որ ֆիշինգային կայքերի միջոցով, ուղարկում են վիրուսային այդ ծրագրերը, սարքի մեջ հայտնվելուց հետո սկանավորում է տվյալները ու ուղարկում է արդեն այդ զեղծարարների սերվերների, դրանից հետո արդեն նրանք ունենում են մուտքանուն, գաղտնաբառ ու նմանատիպ զգայուն տվյալներ։ Apple, Google, Facebook, Telegram ու նույնիսկ պետական ծառայությունների հարթակների ուղղությամբ են աշխատել զեղծարարները։ Google-ը օրինակ արդեն խորհուրդ է տվել օգտատերերին անցնել գաղտնաբառերից Passkey-ների, իսկ Միացյալ Նահանգների Դաշնային քննիչ բյուրոն հորդորում է զերծ մնալ հատկապես SMS հաղորդագրություն եկած կասկածելի հղումները բացելուց։ Հիմնական նպատակը դա միշտ լինում է մի քանիսը։ Առաջինը հիմնականում անձնական տվյալներ են հափշտակում, որպեսզի վերավաճառեն, երկրորդ եթե ինչ-որ կոնկրետ ֆիքսված երկրի վրա հարձակումը գնում, ուրեմն ինչ-որ մարդկանց փորձում իրականացնեն, ինչ-որ ինֆորմացիաներ ստանան, ներքին նամակագրություններ, ներքին նկարներ, ինչ-որ բաներ, որ փոխանցել են իրար մեջ, ներքին ֆայլեր եւ այլն։ Եվ երրորդն հատկամ դա արդեն լինում է քարտային տվյալների արտահոսքի համար, հաճախները այսպես ասած մարդկանց պրոֆիլները, որ գողանում են, կոտրում են, այն հույսով են կոտրում, որ այդ պրոֆիլների մեջ կարող են գտնել տարբեր տեսակի հաշվետվամարների մուտքեր։ Ըստ միջազգային հետաքննության, կոտրված էջերն ու դրանց ամբողջ տեղեկությունը մութ ցանցեր են հասել եւ հասանելի դարձել, համեմատաբար էժան արժեքներով, այսինքն այս դեպքում փորձագետի մատնանշած առաջին նպատակն են հետապնդել կիբեր խարդախները։ Պաշտպանության միջոցը լավագույնը բարդ գաղտնաբառերն է կիրառելը եւ օգտագործել երկու պլանի վավերացումը բոլոր հարթակներում, որոնք տալիս են այդ հնարավորությունը, իսկ այդ հնարավորությունը հիմա արդեն վստահելի եւ արժանահավատ կայքերը ունեն թե ֆինանսական ծառայություններ մատուցող եւ թե սոցիալական ցանցերն ու էլեկտրոնային փոստերը։ Մասնագետները նաև հորդորում են միևնույն գաղտնաբառը, օրինակ Facebook ու Instagram-ի համար մի սահմանեք։ Այդպիսով ձեր հերթին դուք էլ ամուր պարսպապատում եք ձեր օգտահաշիվը։ Մեկը կոտրելուց հետո հիմնականում հասանելիություն են ստանում մյուս բոլոր հարթակներին, քանի որ շատ են դեպքերը եւ մարդիկ նույն գաղտնաբառը օգտագործում են մի քանի հարթակներում։ Մեր երկրում հիշենք, վերջին շրջանում կիբերհարձակումներն ու հանցագործությունները եւս ակտիվացել են։ Ներքին գործերի նախարարը հարցին ի պատասխան նշել է. տեխնոզարգացումն ավելի արագ է, քան իրավապահ համակարգի նվաճումները։ Լրագրողները Փաշինյանին խորհրդարանում հարցնում են, ինչու գործարար Սամվել Կարապետյանի եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո սկսվեցին գործողություններ Կարապետյանի ու ընտանիքի նկատմամբ։ Փաշինյանը ձևակերպում է, թե այդ հայտարարությունը ոչ թե եկեղեցու, այլ Հայաստանի Հանրապետության մասին էր։ Փորձեր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում կարող են գալ ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղերից եւ ինչպես իրենք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել եւ Հայաստանի Հանրապետությունը ունի արձագանքի կոնկրետ լծակներ։ Ազգային բարեգործը հայտարարություն տարածեց անդրադառնալով իր հետ տեղի ունեցածին։ Տաշիր ընկերությունների խմբի ղեկավարը ձևակերպում է, որ իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը, անկեղծ ատելությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, կամահարական վերաբերմունքը ազգային արժեքների հանդեպ, առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհության կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը շարունակում է, բայց Հայաստանը միշտ ու առաջին հերթին հայտնի է եղել իր սկզբունքային ու անվախ որդիներով, ու դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել նրանց։ Երեք շատերն ընդվզեցին անարդարության դեմ, ու ես անկեղծ շնորհակալ եմ նրանց։ Իմ հայրենիքն ու հայրենակիցները մշտապես ուշադրությանս կենտրոնում են եղել, իմ ու ընտանիքիս կյանքի եւ գործունեության առանցքում։ Այդպես եղել է, կա ու կլինի միշտ։ Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետեւ դրանց հիմքում ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր եկեղեցու հանդեպ։ Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից, Աստծո օգնությամբ։
Հավատավոր ժողովուրդը սատար է կանգնել իր եկեղեցուն իշխանական հայտնի հայտարարություններից հետո, դա արտահայտվում է նաև Սամվել Կարապետյանի հայտարարությամբ, խորհրդարանական Տիգրան Աբրահամյանն է ասում ու հետևություն անում, իշխանությունն այստեղ վտանգ է տեսնում։ Հանգստացնող է հատկապես այն պարագայում, երբ որ եկեղեցու սատարման մասին խոսում են մեծ հեղինակություն ունեցող անձինք, իսկ Սամվել Կարապետյանի քշիրը չնայած առաջին հերթին արտահայտվում է տնտեսական հարաբերություն որպես գործարար, բայց բնականաբար իր հեղինակությունը նաև քաղաքական բավականին մեծ քշիր է նաև հաղորդում իր վարքագծին, իր կենսագրությանը։ Պատգամավորը նկատում է, ակտիվացել է նաև Բաքվի քարոզչամեքենան, թիրախում է հայ առաքելական եկեղեցին, ակտիվացել են նաև բարեգործի թիրախավորումները։ Սամվել Կարապետյանի մասով դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շատ վաղուց փորձում էր միջազգային հետախուզում հայտարարել եւ փորձում է դրանով նաև որոշակի ճնշումներ ապահովել նրա նկատմամբ, քանի որ ըստ նրանց Սամվել Կարապետյանը Արցախում բավականին մեծ ներդրումներ արել, ինչը բնականաբար իրականություն է։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հեծը պետականացնելու ձեռնարկին, ընդդիմադիր պատգամավորը ձևակերպում է, թե ապօրինություն է Սամվել Կարապետյանի ձեռքից հեծը վերցնելը, իսկ իշխանության այս քայլերը ուղիղ հարված են հնարավոր ներդրումներին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, սակայն կասկածում է նրա իրավական լեգիտիմությանը։ Նա ընդգծել է, որ գլխավոր հարցը ոչ թե հանդիպումն է, այլ այն, թե ով կստորագրի բանակցային փաստաթղթերը։ Պուտինը նաև հիշեցրել է, որ ռազմական դրության պայմաններում նախագահի մանդատը չի երկարաձգվում եւ նախագահի իրավունքների վերաբերյալ որևէ հատուկ կարգավորում չկա։ Չինաստանի Ցզինհուա քաղաքից մեկնած առաջին բեռնատար գնացքը անցել է Ցզինհուա Թուրքմենբաշի Բաքու միջազգային տրանսպորտային երթուղով։ 100 կոնտեյներներով բեռնված գնացքը անցնում է կենտրոնական Ասիայի խոշոր քաղաքներով, ապա ծովով Բաքու։ Երկաթուղու ծով-երկաթուղի բազմամոդել սխեման կկրճատի բեռնափոխադրման ժամանակը մոտ 1 օրով, ամրապնդելով Չինաստանի եւ տարածաշրջանի երկրների առևտրական կապերը։ Տրանսֆերմարքտ կայքը թարմացրել է Սերիա A-ի ֆուտբոլիստների շուկայական արժեքները, որտեղ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է 4 միլիոն եվրո։ Չնայած տարիքին հայ կիսապաշտպանը շարունակում է հանդես գալ բարձր մակարդակով եւ մնալ Ինտերի առանցքային խաղացողներից մեկը, պահպանելով իր դիրքն ու կարևորությունը թիմում։ Կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել ավտոմեքենաների խլացուցիչների, կատալիզատորների, կերամիկական թափոնների արտահանման վրա, նպատակ ունենալով բարձրացնել շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակը եւ կանխել այդ կատալիզատորների ապօրինի շրջանառությունը։ Վերջին տարիներին գողությունների թիվը զգալիորեն նվազել է։ Այս կանոններն ուժի մեջ կմնան 6 ամիս ժամկետով։ Պահանջարկն է ստեղծում առաջարկ հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստեց, որ բազմաթիվ քաղաքացիներ վերհիշեն նույնականացման քարտերի մասին։ 2025-ի հունիսի 17-ի դրությամբ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտի 131104 դիմում։ Հերթագրման համակարգում սպասում է 52160 քաղաքացի։ Նույնականացման քարտ ստանալու հերթերը ձգվում էին ամիսներ։ Ներքին գործերի նախարարությունն արդեն հայտարարում է, կուտակումների հետևանքով քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն անցյալում է, անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել։ Այսօրվա կտրվածքով նայենք, օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվը արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, որովհետև մենք ձեռք ենք բերել 2 նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի եւ ըստ այդմ թողունակությունն ավելի մեծացնել այս տեսանկյունից։ Նախորդ տարի նույնականացման քարտ ստացել է 161,000 անձ, սա 2.5 անգամ շատ է 2023 թվականի ցուցանիշից։ Ստացվում է, որ 2025-ի հունիսի դրությամբ ցուցանիշը գրեթե մոտենում է անցած տարվա սպասարկման ծավալներին։ Պատասխանատու գերատեսչությունից ասում են, քարտեր կան, թողարկված են, սակայն քաղաքացիները չեն մոտենում դրանք վերցնելու։ Կան բազմաթիվ կուտակված թողարկված նույնականացման քարտեր, որոնք տարիներ շարունակում են մնալ տարածքային ծառայություններում։ Առաջարկում ենք մոտենալ այն տարածքային ստորաբաժանում, որտեղ դիմել եք նույնականացման քարտ ստանալու համար եւ վերցնել արդեն իսկ թողարկված նույնականացման քարտը։ Եթե մի խումբ քաղաքացիներ չեն մոտենում վերցնելու իրենց նույնականացման քարտերը, ապա մյուսները դիմում են քարտ ստանալու, երբ դրա կարիքն անգամ չունեն։ Տեխնիկական սպասարկում իրականացնողներն ուսումնասիրել են էլեկտրոնային հերթագրումների օնլայն հարթակը եւ հայտնաբերել են հերթագրումներ նույնականացման քարտ ստանալու համար այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ ունի վավեր նույնականացման քարտ։
Քաղաքացիներին հորդորում ենք, եթե չեք կորցրել ձեր նույնականացման քարտը եւ այն վավերական է, չեղարկեք ձեր էլեկտրոնային հերթագրումը նույնականացման քարտ ստանալու համար։ Եթե կորցրել եք նույնականացման քարտի PIN եւ PUK գաղտնաբառերը, բայց այն վավերական է, այս դեպքում եւս անհրաժեշտություն չկա նոր քարտի համար դիմել։ Նման պարագայում պետք է պարզապես մոտենալ բջջային օպերատորին եւ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։